Լավագույն ժամանակը ձեր սրտի բնակարանը գտնելու, ձեր ներդրումը կատարելու Տունեքսպոյի 3 օրերն են։ Տունեքսպոյում են ներկայանում այն քաղաքաշինական նախագծերը, որոնց մասին դուք չեք լսել, բայց երկորից արդեն կլսեք։ Հավատարիմ մնալով մեր հոգատարության արժեքին, ինչպես ամեն տարի այս տարի եւս ունենալու ենք անվճար փոխադրամիջոցներ։ Տունեքսպոն նաև հետաքրքիր այն իմաստով, որ սա առաջին նման հարթակն է, որը շարժվիքի գնումը վերածել է շոփինգի։ 50-ից ավել բլոգերներ եւ ինֆլուենսերներ արդեն անդրադարձել են Տունեքսպոյին, բարբերաբար ներդրումներ եք կատարում անշարժվիքում եւ հետո վաճառում եք ձեր անշարժվիքը։ Տունեքսպո այցելելով դուք կարող եք իսկապես շատ ավելի պրոֆեսիոնալ դառնալ։ Վճարման պայմանը, շուկայում զբաղեցրած դիրքը, կապիտալիզացիան եւ բոլոր այն հատկանիշները, որոնք բնորոշում են տվյալ գույքին, բայց այցելուին հետաքրքրելու տեսանկյունից։ Ողջույն բարեկամներ, դուք կրկին միացել եք Տունկասին, որը Տունեքսպոյի պաշտոնական ոդկասթն է եւ ինչպես արդեն գիտեք, մենք այստեղ խոսում ենք անշարժ գույքի եւ կառուցապատմանը առնչվող տարբեր խնդիրներից, հարցերից, լուծումներից, տիրող իրավիճակից եւ միշտ ունենում ենք հյուրեր, ոլորտի տարբեր ներկայացուցիչներ, փորձագետներ, կառուցապատողներ, որոնց հետ քննարկում ենք ոլորտի բոլոր հարցերը պարզ ու անմիջական լեզվով, բայց այսօր ունենք մի փոքր բացառություն, քանի որ շուտով Տունեքսպոն է եւ ամսի 27, 28, 29 Meridian Expo կենտրոնը կրկին կդառնա բոլոր մարդկանց հանդիպման գլխավոր վայրը, որոնք փնտրում են իրենց սրտի բնակարանը կամ ցանկանում են կատարել ներդրում անշարժվիքի մեջ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Եվ մենք իհարկե Տունեքսպոյին ընդառաջ չէին կարող անել մեր ավանդական ու հերթական էպիզոդներից մեկը, ու այսօր ես որոշել եմ էլի շատ պարզ ու հասկանալի լեզվով մի քիչ ձեզ պատմել, թե մենք ինչքան ժամանակ է պատրաստվում ենք Տունեքսպոյին, ինչ է կատարվել այս ընթացքում, ինչպիսի գովազդային արշավ են կարել, ինչպիսի նախամիջոցառումներ են ունեցել մինչև Տունեքսպոն ու ինչ է սպասվում ձեզ արդեն Տունեքսպոյի բուն օրերին, մարտի 27-ին, 28-ին եւ 29-ին։ Ինչպես գիտեք, սա արդեն 6-րդ Տունեքսպոն է, որ կազմակերպում ենք Երևանում եւ 2022 թվականից առ այսօր մենք Տունեքսպոյի աշխատանքները միշտ սկսել ենք ամիսներ առաջ, քանի որ ամեն դեպքում աշխատում ենք բավականին բարդ ոլորտի հետ, որտեղ որոշումները իհարկե չեն կարող կայացվել մեկ օրում։ Չնայած տարիների հեռվից, երբ արդեն հետ ենք նայում, վերջին տարիներին որոշումները շատ ավելի արագ են կայացվում, որովհետեւ կոնկրետ Տունեքսպո 2026-ին ընդառաջ 2025 թվականի հոկտեմբերից արդեն մենք սկսել ենք մեր տաղավարների ամրագրման աշխատանքները, գովազդային արշավի պլանավորման աշխատանքները, չնայած Տունեքսպո 2025-ը նոր էր ավարտվել, ու քանի որ հենց ամենաակտիվ շրջանում Տունեքսպո 2025-ի, անմիջապես հետո մեր շատ մեծ գովազդային արշավից, հետո երբ մեր ընկերները կատակում էին ասելով, որ յուրաքանչյուր սառնարան ու դարակեր բացում էինք, մեզ ասում էին արի Տունեքսպո, մենք որոշեցինք, որ մեր հաջորդ տարվա արշավը չպետք է զիջի նախորդին եւ իհարկե գտեցինք նորից մեծ գովազդային արշավ, որի մանրամասները ես իհարկե հաջորդիվ կներկայացնեմ։ Իհարկե ամենակարևոր ու գլխավոր փուլը, որ մենք ունենք Տունեքսպոյի կազմակերպչական նախամիսներին, այսպես ասած, մեր գործընկերների կամ մասնակից ընկերությունների հետ տարվող աշխատանքն է, որը ամեն տարի եղել է բավականին խոր ու դետալային, իսկ այս տարի մենք որոշեցինք, որ չենք սահմանափակվի պարզապես անհատական խորհրդատվություններով կամ մեկ նախամիջոցառմամբ, որ ավելի նետվորք անելու, շփվելու, ծանոթանալու, կապեր հաստատելու համար է եւ հետո միայն Տունեքսպոյին պատրաստվելու։ Մենք այս տարի շեշտը դրեցինք նախ տվյալահեն որոշումների վրա եւ մեր առաջին նախամիջոցառմանը ներկայացրեցինք, թե Տունեքսպոյի վիճակագրական տվյալներ 2022-ից մինչ օրս ու հատկապես վերջին տարիների տվյալները, թե գլոբալ շուկայի կառուցապատման ու անշարժույքի, ընդ որում ոչ միայն լոկալ շուկայի տվյալները, այլ նաև միջազգային ու համաշխարհային շուկայի տվյալները, ինչպես նաև կիսվեցինք բոլոր կանխատեսումներով, որ կա շուկայում, կա անշարժույքի շուկայի վերաբերյալ, որպես ներդրումների համար ամենամեծ ուղղություն։ Եվ հենց առաջին նախամիջոցառմանը հայտարարեցինք մեր նոր պրոդուկտի, որը նախորդ տարիներին երբեք չենք ունեցել, մասին, որը Տունեքսպո ինտենսիվն է, սա մեկ հագեցած ինտենսիվ դասընթացային օր է, որին մասնակցեցին մեր բոլոր գործընկերների բոլոր թիմակիցները, որոնք առնչվում են Տունեքսպոյի կազմակերպմանը իրենց թիմերում այս կամ այն կերպ, եւ 3 բլոկով ներկայացրինք ամենակարևոր ու կրիտիկական 3 բաղադրիչի շուրջ տարվող աշխատանքի տրամաբանությունը, որպեսզի մեր գործընկերները կարողանային պատրաստվել։ Այս միջոցառումը տեղի ունեցավ փետրվարի 28-ին եւ մեր գործընկերները ունեցան բավականին ժամանակ մինչեւ Տունեքսպոն, այսինքն 1 ամիս առաջ պատրաստվելու, եւ մենք 2 օր անց կտեսնենք այդ աշխատանքի արդյունքները եւ դուք էլ կտեսնեք, եթե համենակ Meridian։ Եթե մի փոքր պատմեմ, թե ինչ էր ներկայացնում իրենից մեր ինտենսիվը, սա 3 գլխավոր բաղադրիչների շուրջ կառուցված աշխատանքի տրամաբանությունն է, իսկ ինչպես են ընտրվել 3 գլխավոր բաղադրիչները, որոնց մասին ես հաջորդիվ կխոսեմ, մենք տարիների ընթացքում անընդհատ արդյունավետության ուղղված քայլեր անելուց զատ փորձում ենք հասկանալ, թե ինչու է որևէ կառուցապատող որևէ տաղավարում գտնվելով հաջողում, իսկ մյուս կառուցապատողը գտնվելով գուցե ավելի լավ տաղավարում, գուցե ավելի լավ պայմաններով ունենալով ավելի շատ ֆինանսական միջոցներ, չի հաջողում Տունեքսպոյում, եւ այնքան շատ խորացանք այս հարցի մեջ, որ
գտանք 3 կարևոր բաղադրիչ, որոնց շուրջ պիտի տարվի հստակ աշխատանք։ Առաջին բաղադրիչը product-ն է, եւ product-ը ոչ միայն քաղաքաշինական նախագիծն է, բնակարանն է եւ այդ բնակարանի հատկանիշներն են, այլ վճարման պայմանը, շուկայում զբաղեցրած դիրքը, կապիտալիզացիան եւ բոլոր այն հատկանիշները, որոնք բնորոշում են տվյալ գույքին, բայց այցելուին հետաքրքրելու տեսանկյունից, որովհետեւ խոշոր հաշվով այցելուին իհարկե առաջին հետաքրքրող բանը միշտ լինում է վճարման պայմանները, բանկերի հետ համագործակցությունը, ինչքան գումար ինքը պիտի ամսական վճարի եւ ոչ թե առաջին հետաքրքրող բանը լինում է ինֆրաստրուկտուրան կամ շենքի կամ քաղաքաշինական նախագծի հետ կապված այլ հատկանիշ։ Ուստի մենք փորձեցինք մեր գործընկերների համար Տուն Էքսպոյի պայմաններում աշխատելիս highlight-ը կամ ամենակարևոր ուղղությունը տանել դեպի product-ի կողմ եւ էլի product-ի շուրջ շատ խորացանք, այնուհետեւ կոնցեպտներ մասնակցության, այսինքն երբ մենք ունենք պատրաստի product, ֆանտաստիկ վճարման պայմաններ, կարծես ամեն բան լավ է, բայց գովազդային արշավը, մարքեթինգը, տաղավարի կոնցեպտը, տաղավարում կազմակերպող աշխատանքը, ինչպես պիտի մարդը գա ու գտնի ձեր տաղավարը կամ ինչու պիտի ձեր տաղավարում ավելի երկար մնա, այս հարցերը եւս պատասխաններ չունեն եւ մենք որոշեցինք մեր այս ինտենսիվի շրջանակում այս հարցերին նույնպես պատասխանել եւ էլի մեր գործընկերները բավականին շատ տնային աշխատանքներ ունեցան այս իմաստով եւ դուք այս տարի արդեն կտեսնեք թե ինչպես է ինտենսիվը, այսինքն մեր ինտենսիվ օրը տրեյնինգային ազդել մեր գործընկերների ներկայանալու կերպի վրա նույնպես, բացի հատուկ առաջարկները, որ դուք տեսնելու եք, նաեւ կտեսնեք մի փոքր այլ տրամաբանությամբ աշխատող ու ներկայացող տաղավարներ։ Եվ երրորդ գլխավոր բաղադրիչը իհարկե թիմն է, որովհետև երբ product-ը կազմ պատրաստ է, թվում է product-ի խնդիր չունենք, այնուհետև գալիս են կոնցեպտին կամ գովազդային արշավին, մենք ծախսել ենք մեր մարքեթինգային ողջ բյուջեն, ամբողջ քաղաքը խոսում է մեր մասին եւ տաղավարն է ֆանտաստիկ ու բոլորը եկել են, հա, մեր տաղավար, բայց եթե թիմը իր տեղում սխալ դերաբաշխում է արել, լավ չի պատկերացնում նպատակները, փոխանցումն է սխալ արվում, մի թիմակցից մյուս թիմակից մի խոսքով շատ խնդիրներ կան, ել չենք խոսում, որ ցուցահանդեսից հետո follow-up-եր եւ զանգեր ու խոստացած առաջարկները այդպես էլ չեն ուղարկում ու չի արվում այս ամեն ինչը։ Սա շատ հաճախ պատահող խնդիր է Տուն Էքսպոյում եւ մենք բացահայտելով այդ խնդիրը նաեւ ինտենսիվի միջոցով փորձեցինք լուծում տալ երրորդ կարևոր բաղադրիչը մատնանշելով թիմը։ Եվ այս 3 կտորով անցնելուց հետո մենք վստահ ենք, որ մեր գործընկերները հավուր պատշաճի պատրաստվել են եւ առաջիկա weekend-ը ուրբաթ-շաբաթ կիրակին կտա իր արդյունքները ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի։ Մի փոքր խոսեմ մեր մարքեթինգային կամ գովազդային արշավից, ինչը կարծում եմ արժանի է նաև որևէ դասագրքում ինչ որ պահից լինելու, որովհետև մենք իսկապես ինչ ունենք առաքելություն շրջգույքի շուկայի համար լինել արդյունավետ հարթակ եւ հիմա արդեն սովորական ցուցահանդեսից վերածվել ենք մեծ էկոհամակարգի եւ յուրաքանչյուր տարի այդ էկոհամակարգը ավելի է մեծանալու, հասկացել ենք, որ մարքեթինգի վրա ծախսվող որևէ դրամը կամ միջոցը ավելորդ չէ եւ միշտ տալիս է իր արդյունքը, եթե լավ է պլանավորված եւ ճիշտ մեսեջներով է, հա, մեր ասելիքը տեղ հասնում։ Ու իհարկե այս տարի եւս մենք ունենք բազմալիքային հաղորդակցություն, օգտագործում ենք գովազդային բոլոր հարթակները, այդ թվում եւ դուք տեսնում եք հիմա նոր հարթակ, մեր YouTube-ի հարթակը եւ հենց այս էպիզոդը, որը նվիրված է ամբողջությամբ Տուն Էքսպոյին, երևի ամենամեծ կտորներից մեկը մեր արշավի բլոգերների եւ ինֆլուենսերների հետ տարվող կամ հանրային անձանց հետ տարվող շատ մեծ աշխատանքն է։ 50-ից ավել բլոգերներ եւ ինֆլուենսերներ արդեն անդրադարձել են Տուն Էքսպոյին, իրենց էջերում հրապարակելով ինչպես ռիլ, այնպես էլ story content, ու հատկապես պիտի նշեմ, որ այս տարի մենք իհարկե նկատել եք, որ շեշտը դրել ենք արտերկրում ապրող մեր հայրենակիցների վրա, հատկապես նախորդ տարվա փորձառությունից հետո Տուն Էքսպո Մոսկվայի մենք բոլոր գործիքներին դիապետում ենք եւ շատ լավ կոմունիկացիաներ ենք կազմակերպել նաեւ արտերկրի մեր հայրենակիցների հետ, այն մարդկանց, որոնք ցանկանում են ունենալ իրենց բնակարանը իրենց հայրենիքում կամ կատարել ներդրում, որովհետեւ նաեւ ներդրումային մի շարք խոշոր նախագծեր կան Տուն Էքսպոյում ներկայացած եւ հենց դա է պատճառը, որ այս տարի Տուն Էքսպոն ունի ներդրումային, այդպես ասած, ուղղվածություն եւ մարդիկ, որոնք պիտի կատարեն ներդրումներ, հետաքրքրված են, անպայման պիտի այցելեն Տուն Էքսպո, որովհետեւ ամենագայթակղիչ քաղաքաշինական նախագծերը եւ նաեւ ամենագայթակղիչ նախագծերը արտերկրի տարբեր կետերում ներկայացված են Տուն Էքսպոյում։ Բլոգերների հետ աշխատելուց զատ մենք նաեւ շատ մեծ կոմունիկացիաներ ենք կազմակերպել ամբողջ քաղաքով, դուք տեսել եք մեր թիմակիցներին, որոնք շրջում են եւ մարդկանց տեղեկացնում են թռուցիկների միջոցով, տեսել եք երևի գրեթե բոլոր LED էկրանները, որ հնարավոր էր հայտնվել որպես գովազդային էլի հաղորդակցություն։ Իհարկե մենք ավանդաբար ու մշտապես օգտվում ենք մեր շատ լավ հին ու բարի գործընկեր բոլոր ռադիոկայանների ծառայություններից եւ ռադիոկայաններում նույնպես վերջին 2 շաբաթը կարծում եմ շատ ակտիվ, իսկ կրկին ռադիոկայանի ֆորմատով ծառայություն, բայց արդեն սուպերմարկետներում եւ հանրային վայրերում վերջին 1 ամիսը ու ամսից ավել դուք լսել եք Տուն Էքսպոյի մասին։ Եվ ինչպես նախորդ տարի, այս տարի եւս մենք ներգրավել ենք հանրային շատ մեծ սեր ու ճանաչում վայելող անձանց, որոնք հենց մարդկանց կանչում են Տուն Էքսպո, եւ սա բավականին լավ աշխատող մեթոդ է, յուրաքանչյուր տարի մենք օգտվում ենք այս գործիքից, այսպես ասած մարքեթինգային, ավելի շատ մարդկանց ցուցահանդես ներգրավելու համար։
Շատ պատմական եւս մեկ նկատառում գիտեք որ վիտամին A-կոմբը այս տարի ինչպեսի հետաքրքիր մուտք ունեցավ շուկա 10 տարի անց եւ իհարկե մենք չէինք կարող բաց թողնել վիտամին A-կոմբում մեր ինտեգրացիաները ունենալու հնարավորությունը, եթե եղել եք վիտամին A-կոմբում փետրվար ամսից սկսած, կարծում եմ ականատեսը եղել եք մեր գովազդային կոմունիկացիաների։ Ինչպես նաև գիտեք, որ մենք շատ ակտիվ օգտվում ենք հանրային առևտրի կենտրոնների ծառայություններից եւ արդեն մի քանի տարի է ունենում ենք մեր կղզյակները մեկ ամսով, հենց Տուն Էքսպոյի կղզյակը, Երևան Մոլ, Դալմա Գարդեն Մոլ, Մեգամոլ առևտրի կենտրոններում, որտեղ հենց սպասարկում ենք շատ այցելուների, որոնք նախագրանցվում են, տալիս են իրենց հուզող հարցերը եւ ծանոթանում են իհարկե Տուն Էքսպոյի տվյալ տարվա նորություններին։ Շարունակում ենք կրկին ավանդաբար աշխատել բոլոր լրատվականների հետ եւ շատ ակտիվ տարածել նաեւ լրատվամիջոցներում ցուցահանդեսը, ինչպես նաեւ ցուցահանդեսի բուն օրերին նույնպես ունենում ենք շատ մեծ մեդիա անդրադարձ, շուրջ 30 լրատվական ունենում է առանձին ռեպորտաժ Տուն Էքսպոյից։ Մինչև կանցնենք Տուն Էքսպոյի այս տարվա նորությունները ներկայացնելու, թերևս լավագույն նորություններից մեկը այն է, որ մեզ այս տարի վերջապես հաջողվեց ստանալ էկո համակարգ Տուն Էքսպոյի շուրջ, որտեղ Տուն Էքսպոն պարզապես դառնում է այդ էկո համակարգի տարերից մեկը, սա Տուն էկո համակարգն է եւ հենց Տունկաստը, այս ոդկասթը, որը հիմա դուք ունկնդրում եք կամ դիտում եք, այդ համակարգի գլխավոր տարերից մեկն է։ Իսկ էկո համակարգում եղած մնացած բոլոր բաղադրիչների մասին շուտով բոլորը իհարկե կտեղեկանաք, եթե հետևեք սոցցանցերի մեր էջերին։ Ամենակարևոր անխոս խաղացողը այս էկո համակարգում Տուն Էքսպոն է, որտեղ յուրաքանչյուր տարի եւ այս տարի նույնպես ներկայանում է 100-ից ավելի քաղաքաշինական նախագիծ, ներկայանում են նախագծեր ինչպես Հայաստանից, Երևանից ու բոլոր մարզերից, այնպես էլ Արաբական Միացյալ Էմիրություններից, Իսպանիայից, Կիպրոսից, Թայլանդից, Վրաստանից, Հունաստանից, Չեխիայից եւ աշխարհի տարբեր անկյուններից։ Իհարկե մեր շեշտը բնականաբար Հայաստանում գտնվող նախագծերի վրա է եւ հատկապես մենք ունենք ներդրումային մի շարք նախագծեր, բայց եթե դուք արդեն Հայաստանում գնել եք ձեր սրտի բոլոր բնակարանները ու կատարել եք բոլոր ներդրումները, կարող եք նաեւ նկատի ունենալ, որ արտերկրում նույնպես ունենք ընտրության շատ տարբերակներ։ Նաեւ նկատի ունեցեք, որ Տուն Էքսպոն միակ հարթակն է եւ սա բացառիկ 3 օր է, որտեղ դուք ձեր նախընտրած անշաշկույթը կարող եք ձեռք բերել այնպիսի հատուկ առաջարկով, որը չի գործելու Տուն Էքսպոյից դուրս։ Իհարկե, շատ կառուցապատողներ անում են էքսպո շաբաթներ եւ Տուն Էքսպոյից դուրս հաջորդող մի քանի օրը եւս պահպանում են հատուկ առաջարկները, բայց դրանք նույնպես Տուն Էքսպոյի շրջանակում են։ Եվ հաշվի առեք նաեւ, որ անշաշկույթը ամեն դեպքում սպառվող գույք է, դուք կարող եք ունենալ սիրելի բնակարան, արևկող ձեր նախընտրած նախագծում, բայց այդ բնակարանը կարող է սպառվել եւ եթե դուք սպասեք, որ ինչ որ բան փոխվի, Տուն Էքսպոն անցնի, հասկանաք հատուկ առաջարկները պահպանվում են թե ոչ, կարող է ձեր սրտի բնակարանը պահպանված չլինել, այնպես որ լավագույն ժամանակը ձեր սրտի բնակարանը գտնելու, ձեր ներդրումը կատարելու Տուն Էքսպոյի 3 օրերն են՝ մարտի 27, 28 եւ 29, որտեղ բոլոր թիմերը կազմ պատրաստ սպասում են հենց ձեզ իրենց տաղավարում ապահովելով լավագույն պայմանները, ինչպես նաեւ գլխավոր առավելությունը, որ այստեղ դուք ունեք, դուք կարողանում եք իրական ժամանակում, իրական պահի մեջ համեմատել այն առաջարկները, որոնք այդ պահին արվում են ամբողջ շուկայում, եւ բացի առաջարկները համեմատելուց դուք նաեւ ունեք բացառիկ հնարավորություն տետատետ շփվելու կառուցապատող ընկերության, կառուցապատողի գործընկերների հետ եւ կարողանալ ավելի տվյալահեն որոշում կայացնել, որովհետեւ մենք շատ ենք խոսում այս մասին, բավական չէ հավանել այս կամ այն քաղաքաշինական նախագիծը, բնակարանը, հարկայնությունը եւ այլն, կարեւոր է վստահ լինել, որ կառուցապատողը, որին դուք վստահելու եք ձեր գումարները ու բանկը, որի հետ դուք մտնելու եք այդ գործարքի մեջ, ունեն անցած ճանապարհ ու արդեն հաջողված հանձնված նախագծեր եւ լավ հետադարձ կապ այդ արդեն կատարված գործից։ Եվս մեկ շատ կարևոր բան, որը բնորոշում է Տուն Էքսպոյին, Տուն Էքսպոն կարծես բացում ու փակում է անշարժույթի շուկան, այսինքն հատկապես այս տարի 2026 թվականին, երբ մենք երկու օրից կտանք մեկնարկը քաղաքաշինական շուկայի ակտիվության, իսկ արդեն տարվա ավարտին, նոյեմբերի ավարտին կամփոփենք շուկան ու կհասկանանք ինչ կանխատեսումներ ունենք 2027-ի համար, հենց Տուն Էքսպոյում են կառուցապատողները, որոնք ունեն մոտ շրջանում պրեմիերաներ, որոշում անել իրենց պրեմիերաները ու Տուն Էքսպոյում են ներկայանում այն քաղաքաշինական նախագծերը, որոնց մասին դուք չեք լսել, բայց երկորից արդեն կլսեք ու շատերը Տուն Էքսպոյում նաև համբում են բացառիկ վաճառքի, մինչ այդ չեն լինում վաճառքում ու դուք կարող եք լինել հենց այն այցելուները, որոնք առաջինը կունենան հնարավորություն այս կամ այն նոր քաղաքաշինական նախագծում ամրագրել իրենց բնակարանը։ Ի վերջո Տուն Էքսպոյում դուք կարողանում եք անխնդիր շատ երկար ու լավ մտածելուց հետո կատարել ձեր ամրագրումները, անգամ մի քանի տեղ կարող եք կատարել ամրագրում եւ հետո միայն որոշել, թե որ բնակարանը պիտի լինի ձերը։ Չմոռանանք նաեւ, որ ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես մենք իհարկե ունենք խաղարկություններ եւ յուրաքանչյուր տարի ամեն տարի տարբեր քանակի մարդիկ, բայց շուրջ 40 մարդ, 30 մարդ ունենում են այնպիսի շահումներ, որոնք գումարվելով հատուկ առաջարկներին շատ զգալի խնայողություն են դառնում այդ մարդկանց եւ իրենց ընտանիքների համար։ Պատկերացրեք, որ եթե դուք հիմա վախենում եք այն տոկոսներից կամ այն գումարից, որ պիտի ամեն ամիս վճարեք, Տուն Էքսպոյից ձեր բնակարանը գնելով, դուք ունեք ռեալ շանս եւ հատուկ առաջարկից օգտվելով եւ խաղարկության հաղթող լինելով
ձեր պատկերացած գումարներից ձեռք մնալ եւ ավելի համեստ փոքրիկ կլորիկ գումարով ամենամսյա վճարումներով ունենալ ձեր բնակարանը, սրանք իրական փաստեր են, կարծում եմ անգամ ձեր շրջապատում, եթե լավ մտածեք, գուցե ծանոթ լինեք մարդկանց, որոնք այս 5 տարիների ընթացքում եղել են Տունեքսպոյի խաղարկության հաղթողները եւ կարողացել են իրենց սրտի բնակարանը ձեռք բերել էական խնայողությամբ։ Մենք իհարկե հավատարիմ մնալով մեր հոգատարության արժեքին, ինչպես ամեն տարի այս տարի եւս ունենալու ենք անվճար փոխադրամիջոցներ, որոնք գործելու են ցուցահանդեսի աշխատանքային ժամերին եւ ձեզ յուրաքանչյուր ժամը 1 կամ կես ժամը 1, կախված թե ինչ դրություն կլինի, կտեղափոխեն Median Expo կենտրոն եւ հակառակ ուղղությամբ շարժվելու ենք Հանրապետության հրապարակից եւ մեր փոխադրամիջոցները կլինեն բրենդավորված, դուք դրանք կտարբերակեք իհարկե, նաեւ կարեւոր է այդ օրերին կապի մեջ լինել մեր թիմի հետ սոցցանցերի մենեջերով կամ հեռախոսահամարներով, որոնք մենք թողել ենք սոցցանցերի մենեջերում, որպեսզի ձեզ նաեւ կարողանանք ընթացքում ճիշտ ուղղորդել։ Բարեկամներ, կարծում եմ գիտեք, վստահ եմ, որ գիտեք, Տունեքսպոյի մուտքն անվճար է, կարող եք համենալ ողջ ընտանիքով։ Մենք նաև հոգում ենք, որ երեխաների համար եւս լինեն հետաքրքիր զոնաներ, չնայած որ մակետները եւ տաղավարները, որոնք կան Տունեքսպոյում, արդեն ինքնին հետաքրքիր են բոլոր, հատկապես բալիկների համար, հաճախ դրանք լինում են առաջին այդպես մեծ մակետները, որ երեխաները տեսնում են իրենց կյանքում եւ առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում այս մասը եւս, ինչպես նաև ձեզ համար նույնպես կա հնարավորություն տեսնել մեր ապագա քաղաքաշինական իրավիճակը, տեսնել Երևանի եւ մեր մարզերի իհարկե ապագա պատկերը ու ավելի լավ պատկերացնել, թե ինչպիսի միջավայրում եք ապրելու դուք տարիներ անց։ Տունեքսպոն նաև հետաքրքիր այն իմաստով, որ սա առաջին նման հարթակն է, որը անշարժ գույքի գնումը վերածել է շոփինգի եւ հենց այս տրամաբանությամբ է կատարվում։ Հաճախ շատ այցելուներ գալիս են Տունեքսպո չունենալով որևէ նպատակ, բայց 1-2 տուն գնաց դուրս են գալիս եւ սրանք իրական պատմություններ են։ Գուցե հիմա մեծ լսողների մեջ կգտնվեն նաև նման մարդիկ, որոնք չեն ունեցել նպատակ, նման մտադրություն, բայց եկել են, տեսել են առաջարկները, տեղյակ են եղել շուկայից, շուկայի միտումներից եւ իհարկե չեն ուզել բաց թողնել հնարավորությունը։ Տունեքսպոն նույնպես այո աշխատում է առևտրի կենտրոնի տրամաբանությամբ, այստեղ դուք անում եք ձեր անշարժ գույքի հետ կապված շոփինգը, ձեր ներդրումները, մեծ ներդրումները եւ ողջ օրը կարող եք անցկացնել Մերիդիանում, կան սննդի եւ սուրճի հասանելի կետեր, երեխաների համար հետաքրքիր անկյուններ, այնպես որ նկատի ունեցեք, որ կարող եք ձեր ամբողջ օրը պլանավորել Տունեքսպոյի համար։ Օրեր առաջ տեղի ունեցավ նաեւ ցուցահանդեսի մամուլի ասուլիսը, որտեղ մենք մեր գործընկերների հետ, մեր լրատվականի գործընկերներին ներկայացրեցինք Տունեքսպոյում այս տարի սպասվող նորությունները, իդեպ բոլոր ռեպորտաժները մենեջերում հասանելի են, կարող եք գնալ ծանոթանալ, եթե ուզում եք ավելի մանրամասն իմանալ, թե ինչ նորություններ ունենք, չնայած ես կարծես ամեն բան պատմեցի։ Մամուլի ասուլիսին ներկա էին ցուցահանդեսի գլխավոր հովանավոր ML Mining ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Մարությանը, ցուցահանդեսի հիմնական գործընկեր Redimest Group-ի համահիմնադիր տնօրեն Արսեն Ավետիսյանը, ցուցահանդեսի կազմակերպիչ ընկերության Big Projects-ի գլխավոր տնօրեն եւ համահիմնադիր Համեդ Խնկոյանը եւ ցուցահանդեսի պաշտոնական գործընկեր Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը եւ իհարկե ես ձեր խոնարհծառան, որը կոմունիկացրեց այդ ողջ ընթացքը։ Իրականում շատ հաճելի է նաեւ լսել, թե ինչպես են մեր գործընկերները ամեն տարի շատ ողջավորված պատրաստվում Տունեքսպոյին, ինչպես են ամեն տարի հաճախ իրենք մեր փոխարեն մտածում, թե ինչպես կարող ենք մենք շփվել մեր լսարանի հետ եւ ինչ պատմել Տունեքսպոյի մասին, որովհետեւ այո մենք կազմակերպիչ ընկերության կողմից ենք բնականաբար ամեն ինչ ներկայացնում, սակայն կառուցապատողները եւ մեր գործընկերներն են յուրաքանչյուր տարի շփվում բոլոր այցելուների հետ եւ շատ ավելի լավ են պատկերացնում հաճախ, թե այցելուն ինչի կարիք ունի եւ ինչ է ուզում լսել։ Ուստի մենք շատ ականջալուր ենք մեր գործընկերների բոլոր խորհուրդներին եւ շատ ուրախ ենք, որ Տունեքսպոն վաղուց դադարել է լինել Big Project-ի հերթական նախագծերից կամ էքսպոներից մեկը, այլ Տունեքսպոն ոգեշնչում է եւ ոգևորում է ոչ միայն անշարժ գույքի եւ կառուցապատման ոլորտի խաղացողներին, այլ նաեւ բոլոր մարդկանց, որոնք ցանկանում են որևէ միջոցառում կազմակերպել կամ ցուցահանդես կազմակերպել, կարծես այդ որակի նշաձողը Տունեքսպոն դրել է եւ յուրաքանչյուր տարի ավելի բարձր է դնում, իսկ մենք փորձում ենք Տունեքսպոյի հետևից հասնել ու ուրախ ենք տեսնել այս համախմբվածությունը, նաեւ հիացմունքը ու սերը այս հարթակի եւ այս գործիքի նկատմամբ։ Վստահ ենք, որ ժամանակի հետ Տունեկո համակարգում եղած բոլոր պրոդուկտները եւ գործիքները կվայելեն նույնքան մեծ համբավ ու վստահություն, ինչպես որ Տունեքսպոն է վայելում, որովհետեւ իսկապես մեզ համար որպես կազմակերպիչ խիստ պարտավորեցնող է մեր քաղաքացիների վստահությունը, երբ ամբողջ քաղաքը մեկ մարդու նման գալիս է Տունեքսպո, գալիս է ծանոթանալու նորություններին, գալիս է որպեսզի հետ չմնա տրենդերից եւ գուցե շատերը այդ պահին չեն պլանավորում բնակարան գնել եւ ձեռքբերում ունենալ նման մեծ, բայց պլանավորում են դա կատարել տարիներ անց եւ մենք ունենք այցելուներ, որոնք 5 տարի շարունակ այցելել են Տունեքսպո եւ ահա այս տարի վերջապես իրենց որոշումը կկայացնեն, ունենք այցելուներ, որոնք իսկապես տարիներով եկել են Տունեքսպո, բայց ունեցել են նպատակ կոնկրետ օրինակ 2025-ին իրենց գույքը ձեռք բերելու եւ Տունեքսպոյից անմասն ոչ ոք չի մնում, որովհետեւ առնվազն բոլորդ ունեք բնակարան եւ բոլորդ ուզում եք պատկերացնել, թե բնակարանը որ ունեք իրականում ինչ այլ բնակարանների եւ ինչ այլ նախագծերում եղած գույքերի հետ է մրցակից։ Իդեպ կարող եք նկատի ունենալ, եթե դուք պարբերաբար ներդրումներ եք կատարում անշարժ գույքում եւ հետո վաճառում եք ձեր անշարժ գույքը, Տունեքսպո այցելելով դուք կարող եք իսկապես շատ ավելի պրոֆեսիոնալ դառնալ այդ գործում եւ հետագայում նաեւ ավելի գրագետ ընտրել այն գույքերը, որոնք պիտի գնեք եւ վաճառեք, ինչպես անում են մեր շատ այցելուներ։
Դե ինչ, արդեն այս ուրբաթ օրվանից մարտի 27-ից սկսած մինչև մարտի 29-ը Meridian Expo կենտրոնի դռները բաց են լինելու ձեր առաջ։ Դուք արդեն գիտեք, թե ինչքան մեծ աշխատանք է տարվել։ Իհարկե հնարավոր չէ այդ աշխատանքի մասին 20 րոպեում խոսել եւ իրականում անգամ եթե 7 ժամ էլ խոսեմ, աշխատանքը միայն կատարելիս կարող եք պատկերացնել դրա մասշտաբը, դժվարությունները եւ ներդրումները, որ կատարվում են Տուն Expo-ի շուրջ ոչ միայն մեր կողմից, այլ մեր բոլոր գործընկերների եւ բոլոր մասնակից կողմերի։ Մենք ուրախ ենք, որ ձեր ուշադրությանը կներկայացնենք եւս մեկ դիտարժան ու հետաքրքիր ցուցահանդես, եւ սա մեր ընկերության պատմության մեջ եւս կլինի մեկ կարևոր էջ, ինչպես մեր բոլոր էջերն են բոլոր ցուցահանդեսների, ինչպես նաեւ Big Project-ի թիմը հենց այս պահին էլ շատ դժվար աշխատանք է կատարում, որովհետեւ հատկապես այս օրերին մենք չենք ունենում աշխատանքային օրեր ու ժամեր, ովքեր որ միջոցառումների կազմակերպման ոլորտում են եւ հատկապես մասշտաբային միջոցառումների մեզ կհասկանան։ Ձեզ մաղթում ենք հաջողություն, մաղթում ենք հատկապես հաջողություն ձեր սրտի բնակարանը գտնելու հարցում, հորդորում ենք օգտվել մեր փոխադրամիջոցներից, քանի որ ճանապարհը մեկն է Meridian եկող եւ խցանումներն անխուսափելի են, ինչպես ամեն տարի այս տարի եւս քաղաքի շարժը կանգնելու է, որովհետեւ բոլորը լինելու են Տուն Expo-ում։ Իսկ մեզ մնում է միայն հուսալ, որ դուք ձեր նախընտրելի ժամին կհասնեք եւ ձեր նախընտրելի տաղավարում կկատարեք ձեր սրտի գործարքը։ Բոլորից սիրով սպասելու ենք մարտի 27, 28, 29 Meridian Expo կենտրոն։ Գլխավոր հովանավոր ML Mining, հիմնական գործընկեր Red Invest Group, պաշտոնական գործընկեր կառուցապատողների հայկական ասոցիացիա եւ կազմակերպիչ Big Projects։ Այս պիպով բանով կդնեք սև սպիտակ։ Այսքան խոսեցի եւ չասացի ամենակարևորը՝ աշխատանքային ժամերը։ Տուն Expo-ն բաց է յուրաքանչյուր օր, թվարկված 3 օրերից մարտի 27, 28, 29, ժամը 11:00-ից 21:00։ Մուտքն էլ դե անվճար է։ Համեցեք։ Արի Տուն Expo եւ կատարիր քո ֆելացի ներդրում։